Ամեն մարդու արարիչ կարող է մի նվեր, մի ինձան, մի հետաքրքիր բան ուղարկել, գնացենք, տեսնենք։ Արարչական նվեր, անակնկալ թե փորձություններ։ Նայենք այստեղ մի հարց ուղում։ Աստծո նվեր, ընծան, արարչական թե փորձություններ։ Ну, տեսնում ենք, հա, դնում, վերջը, ինչ է, կարող է։ Աստծո նվեր, շատերի մոտ կարող է համընկնել, շատերի մոտ ոչ, այնպես որ շատ ֆիքսվել պետք չէ։ Աստծո նվեր, ընծան թե փորձություններ, կարմայական։ Դա քարտը այստեղ դուրս եկել։ Չորարակ փոփոխության հետ է կապված արարչական, եւ այստեղ ինչ-որ բան սարեցնելու հետ է կապված լինելու աստծո նվեր, արարչական, ընծան թե այո, սա ինչ-որ ուժերի հետ է կապված ինքներդ եք տեսնում։ Ինչ-որ անձի սպասում է, ով ուղղել է հարցը, ոչ արարչական նվեր, ոչ ընծան։ Իհարկե փորձություններ է սպասվում, դա կապված է մոգության հետ, որովհետև ներկապահին ինչ վերևում է, դա ներքևում է եւ այստեղ Մարսի էներգիան է։ Եվ մենք տեսնում ենք, որ միգուցե թե ինչ-որ թերագնահատելու հարցի հետ կապ ունի կարգու կանոնը, մարդու սեփական, հա, սահմանները հատելու հետ եւ արարիչը դա փոխելու է։ Կարգու կանոնը հաստատելու սրա մասին է խոսքը, ինչու՞, որովհետև տեսնում ենք 7-ի պենտակլոնն է, ինչին դուք սպասում եք կապված, ինչ-որ ուժ գործադրելով եւ այլն, դա շուտով դուք ձեզ վրա կզգաք։ Եկեք նորից հարցնենք։ Արարչական նվեր, ընծան թե փորձություններ շուտով։ Դա կապված է այո, ես ճիշտ եմ, մոգության հետ, ինչ որ անձի հետ է կապված, որը ձեզ արարիչը զգուշացրել է, կամ զգուշացնում է, սա անակնկալ է ձեզ համար լինելու։ Տեսնենք ինչպեսի նվեր է պատրաստել արարիչը շուտով ձեզ համար, քանի որ նվերը ես տեսնում եմ արդեն դուք եք խնդիրներ, ինքներդ եք տեսնում։ Ուրիշի դժվարության վրա ուրախանալու համար դա կապ ունի, որովհետև արարչական ուժերը արդեն աչքները կենտրոնացել են ձեզ վրա եւ նրանք չեն թողնի երկրորդ անձի հետ կապված ինչ-որ բան լինի եւ նրանք պատրաստվում են այս խնդիրները, խնդիրները մեկը չէ, որպեսզի դուք մտածելու տեղ կացես։ Այո, դրանք արարիչը ասում են, որ անհուսադրող են, որովհետեւ ձեր պլանները հենց սկզբից մաքուր չի եղել։ Արարչական պատիժ, ընծան նվեր, դե հասկացանք արդեն ինչի հետ է կապված, տեսնում եք, այն ինչ դուք մտադրվել եք ձեր սև գործերն անելու, դա փչվելու է, ես չեմ տեսնում, որ ձեր սևը ուրիշինը գողանալու, դա չի լինի, որովհետև ձեր ծրագրերն են կեղտոտ եղել, մտքերը մաքուր չեն եղել, փորձելու անձանց կամ անձին պրովոկացիան է, եւ ինչ է զգուշացնում քեզ արարիչ, տեսնենք, սա ինչ որ մարդկանց համար է։ Զուգ համաստեղության նշանի հետ մեծ կապ ունի, ֆինանսների հետ մեծ կապ ունի, անձի հետ ինչ որ կապ ունի, միայնակ, կամ միգուցե հենց հիմա ներկապահի միայնակ է, բանը, նրա հետ խաղը, ինչ շատ վտանգավոր է, մի փոքր զուշ եղիր, իսկ ինչու՞, եկեք հարցնենք, որովհետև դու չգիտես, ում էներգիայով ես փորձում սնվել, փորձելով ուրիշի դժբախտության վրա ինքնահաստատվել, ուրախանալ, նաև ռեպուտացիայի հետ խաղալ, որովհետև ասում եք դու ժաբա ես, չունեք ես, ոներսում խոսում, շատ հետաքրքիր է իմ համարը, լավ, իսկ այդ ինչ անակնկալ է պատրաստել քեզ, այդ ինչ անակնկալ են պատրաստել ձեզ համար մեր ուժը։ Դա կապված է ձեր մասնագիտականի հետ, առողջականի հետ, բարև ձեզ և բավականին լուրջ արվածի հետ, եթե դուք այդպես շարունակեք, սա ձեր առողջության հետագայում վտանգ է սպառնում, դա արարիչի հետ նվերն է ձեզ լինելու, այնպես որ լավ մտածեք, նաև սրտի հետ է կապված ինսուլին, ֆակտ ուրիշինը գողանալու համար, ձեր սև կեղտոտ գործերն անելու համար և արարիչը միգուցե ժամանակին կարող է ձեզ հարվածը հասցնել։ Հնարավոր է լինել այստեղ որևիցե մոգական գործողություն, ոչ։ Եթե դուք մտածում եք։ Իհարկե ոչ, ես այստեղ չեմ տեսնում մոգական գործողություն, խորհուրդ ձեզ, մի խախտեք ուրիշի անձնական տարածքը, որովհետև ով ինչ ցանում է, այն էլ հնձում է, դա պետք է գիտակցեք այսքանը։ Որտեղ չի կարելի խախտել ուրիշի սահմանները, չի կարելի գողանալ այն ինչ կոնը չի կարելի ուրիշի տղամարդուն տան տարբեր կարող են իրավիճակը։ Բայց մենք տեսանք, որ սա մոգության եւ տարոյի հետ է կապված։ Այսքան, ցանում ես այն էլ հնձում է, մեղադրել ինքդ քեզ, դա պետք է դու գիտակցեիր։